Հավանականությունների տեսության դասընթացի 4-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք հավանականությունների գումարումը։ Ուրեմն նախ հիշենք, թե ինչ էինք անորել նախորդ անգամ։ Նախորդ անգամ ներմուծել էինք հավանականային մոդելի հասկացությունը։ Ուրեմն ինչ է հավանականային մոդել։ Ուրեմն հավանականային մոդել ասելով նկատի ունենք հետևյալը, որ մեզ տրված է ինչ-որ ու բազմություն, որի տարրերը կնշանակենք E1, EN, փոքրատառ եւ յուրաքանչյուր տարերից յուրաքանչյուրին համապատասխանության մեջ է դրված թիվ, որը կանվանենք դրա հավանականությունը։ Այսինքն ինչ որ մի մեծություն է համապատասխանության մեջ դրված յուրաքանչյուր տարին PK, կնշանակենք այդ թիվը PK-ով, մեզ 0-ից մեծ կամ հավասար է, այնպես որ բոլորի գումարը հավասար է 1-ի։ Եթե ունենք այս երկու օբյեկտները, այսինքն բազմություն վերջավոր եւ բազմության յուրաքանչյուր անդամին համապատասխանության մեջ դրված թիվ, ապա կասենք, որ ունենք հավանականային մոդել։ Ուրեմն հավանականային մոդելի կառուցումը այդ առանձին խնդիր է, այսինքն եթե մենք ունենք ինչ-որ խնդիր, ինչ-որ բան ենք մոդելավորում, վիճակախաղ կամ զար կամ, չգիտեմ, ինչ-որ գնդակների բաշխում եւ այլն, մոդելի կառուցումը այդ ուսումնասիրության առաջի քայլն է։ Մոդելը կառուցելուց հետո սկսում ենք ուսումնասիրել մոդելը։ Այսինքն խնդիրը բաժանվում է երկու մասի։ Առաջինը այդ մոդելի կառուցումն է, երկրորդը մոդելի մաթեմատիկական ուսումնասիրությունը։ Հիմա այսօր մենք նախ մի երկու պարզ արդյունք կստանանք հավանականային մոդելների մասին ու հետո կքննարկենք ինչ-որ օրինակներ ու ելիք վերադառնանք մաթեմատիկական ուսումնասիրությանը։ Ուրեմն սկսենք հետևյալ արդյունքից։ Ուրեմն ենթադրենք ունենք հավանականային մոդել, այսինքն բազմություն եւ բազմության յուրաքանչյուր անդամին համապատասխան դրված թիվ, ուրեմն մոռացա ասել եւս մի բան, այս բազմության մեջ մենք կարող ենք նայել ենթաբազմություններ, ուրեմն ցանկացած ենթաբազմություն կոչվում է պատահույթ։ Այսինքն օրինակ կարող է լինի պատահույթ, որը բաղկացած է ընդամենը մի տարից։ Ուրեմն պետք է հասկանալ տարբերությունը։ Սրանք տարերն են, այսինքն եթե ինչ-որ մոդել են կառուցել, այդ մոդելի բոլոր հնարավոր արդյունքները, բոլոր հնարավոր ելքերը, ինչ-որ փորձ են արել, բոլոր հնարավոր ելքերը։ Սա ոչ թե տարն է, այլ մի տար պարունակող բազմություն, ենթաբազմություն, որը կանվանենք տարական պատահույթ, այսինքն ինքը այն մասերի բաժանել հնարավոր չի իրեն։ Ու եթե ունենք ինչ-որ պատահույթ, դրան համապատասխանության մեջ ենք դնում իր հավանականությունը, որը ըստ սահմանման հաշվում ենք հետևյալ ձևով, վերցնում ենք գումար n բոլոր կայերի, այսինքն նայում ենք n բոլոր կայերը 1-ից n, ուրեմն հիշեցնեմ, որ այս ձևով, եթե ունեմ երկու թիվ, ամբողջ թիվ, ասենք AB, ապա այս ձևով նշանակում են բոլոր ամբողջ թվերը, որ ընկած է AB միջակայքում։ Եկեք պայմանականորեն գրենք sense, ձեր վերցնում եմ z-ը, ուրեմն սա ամբողջ թվերն են։ Ամբողջ թվերը եւ վերցնում եմ նրանք, ովքեր ընկած են AB միջակայքում։ Այսինքն ուրիշ կերպ ասած, այս n ամբողջ թվերն են, որոնք բավարարում են հետևյալ անհավասարությանը, m-ը պետք է լինի փոքր կամ հավասար b-ից եւ մեծ կամ հավասար a-ից։ Ուրեմն վերցնում ենք կայերը 1-ից n, այս n-ը նույնն է ինչ որ ստեղ, որոնց համար y-կան պատկանում է a-ին,
Այսինքն նայում եմ n հնարավոր ելքերը, որոնք գտնվում են i-ի մեջ եւ գումարում եմ համապատասխան հավանականությունները։ Ուրեմն այս սահմանում էր, եկեք սենց երկու կետ դնեմ, որ ցույց տանք, որ աջ մասը սահմանում է ձախ մասը, այսինքն ձախ մասը ինչ որ թիվը ես ուզում եմ սահմանել, սահմանվում է այս աջ մասով։ Ուրեմն ունենք հավանականային մոդել, հնարավոր ելքերն են e1-ի n, յուրաքանչյուր ելքի հավանականությունը pk է, գումարը պետք է լինի 1, եւ եթե ունենք պատահույթ, ապա պատահույթի հավանականությունը այդ բոլոր pk-ների գումարն է, որոնց համար e-կան գտնվում է i-ին։ Հիմա թեորեմ, իրականում շատ պարզ է։ Ուրեմն մի քանի կետ, առաջ կետը ասում որ ցանկացած պատահույթի համար հավանականությունը թիվ է, որը գտնվում է 0-1 միջակայքում, այսինքն 0-ից 1-ը 0-ից մեծ է 1-ից փոքր։ Երկրորդ կետը ասում է, որ եթե ես վերցնեմ հավաստի պատահույթը, այսինքն ուն, ապա հավանականությունը կլինի 1, ու եթե ես վերցնեմ անհնար պատահույթը, այսինքն դատարկ բազմությունը, դատարկ բազմությունը մենք նշանակել ենք նաև v-ով, ապա հավանականությունը կլինի 0։ Երրորդ կետը ասում է, որ եթե ես ունեմ ցանկացած ինչ-որ պատահույթ, ապա ճիշտ է հետևյալը, եթե վերցնեմ իր հավանականությունը և իր լրացման հավանականությունը, ապա կստանամ 1, կամ այս նույն բանը ուրիշ ձևով կարող եմ գրել, որ ցանկացած պատահույթի լրացման հավանականությունը հավասար է 1 հանած PA, և վերջապես վերջին կետը, որ ասում է հետևյալը, որ ցանկացած երկու պատահույթների համար, որոնք անհամատեղելի են, այսինքն միաժամանակ տեղի ունենալ չեն կարող, այսինքն մի տարը չի կարող երկուսին էլ պատկանի, կամ հատումը դատարկ բազմություն է, ուրեմն եթե ունեմ երկու պատահույթ, որոնց հատումը դատարկ է, ապա դրանց միավորման հավանականությունը հաշվելու համար ես պետք է վերցնեմ մեկի հավանականություն և ավելացնեմ մյուսի հավանականությունը։ Իրականում այս շատ պարզ արդյունք է, բայց եկեք ինչ-որ չափով ինչ-որ բաներ ապացուցենք։ Ապացույց։ Ասենք առաջ կետը ուղղակի ակնհայտ է, բան չկա ապացուցելու, որտեղ ես գումարում եմ դրական թվեր, որոնց գումարը 1 է, բայց ես բոլորը չեմ վերցրել, մի մասն եմ վերցրել, նրանց ովքեր որ ընկած են i-ի մեջ։ Պարզ է, որ թիվը կստացվի 0-ից մեծ եւ այս 1-ից ավելի 0-ից մեծ եւ 1-ից փոքր կամ հավասար։ Այսինքն եկեք այս մեկի մոտ մի հատ բան դնեմ, ասեմ որ էս ակնհայտ է։ Երկրորդն էլ է ակնհայտ, որտեղ ես p-ուն հենց բոլոր p-կաները պետք է վերցնեմ եւ դատարկ բազմության համար ոչ մի p-կա չեմ վերցնում, քանի որ ոչ մեկը սրա մեջ չի մտնում, ստացվում է 0։ Մնում են G և D կետերը, եկեք ես ապացուցեմ D կետը գնել թողնեմ որպես ինքնուրույն ապացուցելու բան, բայց իրոք համարյա ակնհայտ է։ Ուրեմն ինչ ունենք։ Ունենք, որ an, ուրեմն ես ապացուցում հիմա D կետը։ An ինչ որ պատահույթ է, այսինքն իր մեջ մտնում են ինչ որ e1, e չգիտեմ ասեմ, m եւ b-ն մի ուրիշ պատահույթ է, որի մեջ մտնում են e(j1) եւ e(j)k։ Լավ, կան զբաղված էր, եկեք ուրիշ տառ դնեմ, ասենք e(j)l։ Ուրեմն ինչ է նշանակում, որ a-ի եւ b-ի an եւ b-ն անհամատեղելի են։ Այս նշանակում է, որ այս բոլոր տարրերը պետք է լինեն միմյանցից տարբեր։ Այսինքն
Ը, I an տարբեր է J B-ից, ցանկացած I-ի համար, որը անկած է 1-ից n միջակայքում, եւ ցանկացած B-ի համար, որը անկած է 1-ից L միջակայքում։ Ուրեմն A-ն ինչ որ պատահույթ է, այսինքն ինչ որ տարեր կան ստեղ, B-ն ինչ որ մի ուրիշ պատահույթ է, սրանց տարերը նշանակեցի J1 GL, J1 I1 IM-ը J1 GL-ը ինչ որ թվեր են, որ անկած են 1-ից n։ Սրանցից ինչ որ մի մասն է։ Հիմա այն որ դրանց հատումը հավասար է 0-ի, այսինքն իրանք անհամատեղելի են, այդ նշանակում է, որ այս բոլոր ինդեքսները պետք է միմյանցից տարբեր լինեն։ I-an չի կարող J-B-ի հավասար լինել որևէ մի I-ի կամ B-ի համար, քանի որ եթե հավասար լինեին, իրանք պարունակեին նույն տարը։ Այստեղից արդեն ամեն ինչ հետևում է, որովհետև այդ դեպքում ես կարող եմ գրել, որ I-ի եւ B-ի միավորումը բաղկացած է հետևյալ տարերից. E-I1, E-I-M, սրանց պետք է ավելացնեմ E-J1, E-J-L։ Ընդ որում, այս բոլոր տարերը, բոլոր անդամները, որ ստեղ են գտնվում, միմյանցից տարբեր են։ Ստեղ, քանի որ բոլորը I-ի մեջ են, ես իրանց թվարկել եմ միմյանցից տարբեր են, ստեղ միմյանցից տարբեր ու զույգ էլ են միմյանցից տարբեր, քանի որ դրանք անհամատեղելի են։ Դե ինչ է ստացվում, քանի որ ունեմ այս ներկայացումը, ես կարող եմ գրել, որ A-ի եւ B-ի միավորման հավանականությունը ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ P-I1 գումարած եւ այլն, գումարած P-I-M, ես տեղ վերցրեցի այս սրանց հավանականությունները, ու շարունակում եմ, ստեղ պետք է վերցնեմ մնացածի հավանականությունը, այսինքն լինում է P-J1 գումարած եւ այլն, գումարած P-J-L։ Այսինքն այս երկրորդ մասն էր։ Բայց այս առաջինը հավասար է I-ի հավանականություն, այս երկրորդն էլ հավասար է B-ի հավանականություն, այսինքն ստացվում է ինչ որ պետք է PA գումարած PB։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Այսինքն վերջի կետի ապացույցն ավարտվում է, գնել մոտարապես ապացույցը մոտարապես նույն ձևով։ Այսինքն, եթե ունեմ անհամատեղելի պատահույթներ, հավանականությունը հաշվելու համար պետք է վերցնեմ դրանց հավանականությունները ու գումարեմ իրար։ Հիմա ստեղից մի հատ հետևանք է ստացվում, որ կարող եմ ոչ թե երկու պատահույթ ունենամ, կարող եմ վերջավոր թվով պատահույթներ ունենամ։ Ուրեմն դիցուք ունեմ A1, AM պատահույթները, ընդ որում ենթադրում եմ, որ դրանք անհամատեղել են, այսինքն ցանկացած IJ-ի համար AI եւ AJ-ին ընդհանուր տարեր չունեն, այսինքն սրանց հատումը դատարկ է։ Ապա ինչի հավասար միավորման հավանականությունը, պարզապես պետք է վերցնեմ, կարող եք առանց գումարի գրենք, բոլոր պատահույթների հավանականությունները եւ գումարեմ իրար։ Ուրեմն ես չեմ ապացուցի, ես ապացույց շատ պարզ է, օրինակ կարող եք ինդուկցիայով ապացուցել։ Այսինքն գիտենք արդեն m հավասարի 2-ի համար, ինդուկցիայով հեշտությամբ կարող ենք ցույց տալ, որ ճիշտ է ցանկացած m թվի համար։ Արդյոք սրա մասին հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք հիմա կոնկրետ օրինակներ նայենք։ Այսինքն այս մաթեմատիկական մասներ, հիմա անցնենք մոդելների կառուցման, այսինքն իրական մոդելների կառուցելու բան չկա համարյա։ Այս այն տեսակ են այս պահին, որ բոլոր ելքերը ունեն նույն հավանականություն, այսինքն մեզ մնում է պարզապես հաշվել քանի ելք կա ու յուրաքանչյուրին տալ համապատասխան հավանականությունը։ Ուրեմն հիշեցնեմ, որ եթե ես ունեմ մոդել ինչ որ տարերով E1
yn, ու եթե ես գիտեմ, որ ցանկացած ij-ի համար 1-ից n հավանականությունները նույնն են, p-ին հավասար է p-ի, ապա շատ ընտրություն չունեմ ցանկացած i-ի համար p-ին, որը հիշեցնեմ e-ի հավանականություններ, պետք է հավասար լինի 1-ը բաժանած n։ Քանի որ բոլոր թվերը նույնն են, գումարը պետք է ստացվի n, կա n հատ թիվ, այսինքն յուրաքանչյուրը պետք է հավասար լինի 1/3-ի։ Ու մասնավորապես տեղից ստացվում է նաև, որ ցանկացած պատահույթի համար այդ պատահույթի հավանականությունը հավասար է i-ի տարերի թիվը, ուրեմն այս ձևով նշանակում եմ i-ի տարերի թիվը եւ բաժանած n-ի։ Ուրեմն երկու օրինակ մենք կնայենք, այդ նույն օրինակներն ինչ որ դիտարկված են դասագրքում, ու մեր մոդելը կլինի հենց սա, այսինքն բոլոր ելքերը կունենան, բոլոր արդյունքները կունենան նույն հավանականությունը։ Ուրեմն օրինակ 1, ուրեմն կինոթատրոնն ունի 9 շարք, յուրաքանչյուր շարքում 9 աթոռ։ Ուրեմն շարքերը եւ աթոռները համարակալված են 1-ից 9 թվերով։ Ու այցելուն պատահաբար ընտրում է աթոռներից մեկը, կամ հանդիսատեսը ընտրում է աթոռներից մեկը։ Հանդիսատեսն ընտրում է պատահաբար աթոռներից մեկը։ Ուրեմն ո՞րն է հավանականությունը, որ աթոռի եւ շարքի համարների գումարը կլինի կամ լավ, սենց անենք, որի հավանականությունն է ավելի մեծ, աթոռների եւ շարքերի գումարը լինի կենտ, թե զույգ։ Ուրեմն որ հավանականությունն է ավելի մեծ, որ հավանականությունն է ավելի մեծ, աթոռի եւ շարքի համարների գումարը զույգ կամ կենտ։ Մի քիչ լավ չստացվեց ձևակերպումը, բայց ուզում եմ պարզել ինչ նկատի ունեմ։ Աթոռի եւ շարքի համարների գումարը լինի զույգ, թե կենտ։ Եկեք մի հատ նորից խնդիր նայենք, ուրեմն այս մեր խնդիրներ։ Եկեք 9 շարք չնկարելու համար ասենք 3-ը նկարեմ։ Ուրեմն լուծում ունենք 3 շարք եւ յուրաքանչյուր շարքում 3 աթոռ։ Ուրեմն սրանք համարակալած են, այսինքն ես տեղ ունեմ շարքերը 1, 2, 3 եւ ունեմ աթոռները 1, 2, 3։
Ա, Օրինակ, եթե ես վերցնեմ սա, ապա սրան կհամապատասխանի երկրորդ շարք եւ երրորդ աթոռ, այսինքն գումարը կլինի 5։ Հարցը հետևյալն է. պատաբար ընտրեցինք յուրաքանչյուր աթոռի համար ստացանք ինչ-որ թիվ, որն է ավելի հավանական, թիվը լինի զույգ, թե կենտ։ Ուրեմն եկեք ներմուծենք, ուրեմն սրա մոդելը ուղղակի ակնհայտ է, այսինքն պետք է վերցնենք բոլոր հնարավոր աթոռները, այսինքն մեր ուն, եկեք նշանակենք սենց E, I, G, որտեղ in այս շարքի համարն է, իսկ G-ն աթոռի համարը։ Այսինքն մենք ունենք հավանականային տարածություն EIG տարերից բաղկացած, որտեղ in եւ G-ն փոխվում են 1-ից 9։ Ու յուրաքանչյուր տար ունի մեկ հավանականություն, այսինքն PIG-ն հավասար կլինի, քանի հատ է 9 շարքի ամեն մեկում 9 աթոռ, կլինի 81 հնարավոր ելք, այսինքն 1-ը բաժանած 81-ի։ Մեզ մեր հավանականային մոդելն է։ Հիմա մենք ինչ ենք ուզում հասկանանք, ուզում ենք համեմատենք հետևյալ երկու պատահույթների հավանականությունը, նայում ենք n ու իժիները, որոնց համար գումարը, ասենք, զույգ է։ Բնականաբար սրա լրացումը կլինեն n ու իժիները, որոնց համար գումարը կենտ է։ Մի պես ոչ թե ու իժեր, այլ է իժեր։ Ուրեմն դժվար չի ես հաշվել, բայց եկեք մանրամասն անենք, ասենք սկսելով այս պարզ դեպքից։ Ես ուզում եմ հաշվել i-ի հավանականությունը։ I-ի հավանականությունը, որ իմացեք, իմանամ նաև i-ի լրացման հավանականությունը, કારણ որ 1-ից պետք է հանեմ i-ի հավանականությունը։ Ուրեմն որոնք են մեծ հետաքրքրում։ Մեծ հետաքրքրում են n իժները, որոնց համար գումարը զույգ է։ Ուրեմն եկեք նշենք, սա կլինի զույգ։ Այսինքն ես նայում եմ այս անկյունագծին զուգահեռ, այսինքն մի քիչ մտածելով հասկանանք, որ սրանք է պետք նայել, որովհետև հերթով փոխվում են։ Ուրեմն առաջին շարքում կլինեն զույգ, երկրորդում կլինեն կենտ, քանի որ ստեղ օրինակ լինում է 1 գումարած 2, ստեղ է լինում 1 գումարած 2։ Հաջորդում կլինեն զույգ։ Այսինքն մեզ հետաքրքրում է սա եւ սա։ Միգուցե սենց բան անեմ, եկեք թող ինքը կախված լինի, այս ան կախված լինի աթոռների թվից, աթոռների եւ շարքերի թվից։ Այսինքն ես աթոռների եւ շարքերի թիվը նշանակում եմ n-ով, այստեղ a կախված n-ից։ Ուրեմն n-ը ինչ է? N-ը ցանկացած կենտ թիվ է, 2n գումարած 1, որտեղ n-ը հավասար է 1, 2 եւ այլն։ Մեր դեպքում փոքր n-ը հավասար է 9 աթոռ, այսինքն փոքր n-ը հավասար է 4-ի։ Այսինքն n-ը եթե հավասար է 1-ի, ստանում եմ հենց այս դեպքը, երբ կա 3 հատ, n-ը հավասար է 2-ի դեպքում ստանում եմ 5 հատ։ Եկեք 5-ն էլ նկարենք։ 1, 2, 3, 4, 5 եւ այլն։ Ունենք 5 շարք եւ 5 աթոռ։ Որոնք են մեզ հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է սա, որտեղ գումարը կլինի զույգ։ Հաջորդ շարքում գումարը ստացվում է կենտ։ Դրանից հետո եկող շարքում գումարը լինում է զույգ։ 1 գումարած 3, 2 գումարած 2, 3 գումարած 1, այսինքն 4։ Այս հաջորդը բաց ենք թողնում, վերցնում ենք սա եւ այլն։ Հիմա իշխությամբ այս երկու դեպքում կարող ենք հաշվենք ու գլխի ընկնենք, թե որն է լինելու ընդհանուր դեպքը։
Ուրեմն եթե ես ուզում եմ հաշվել n-ը հավասար է մեծ n-ը այդ շարքերի թիվն էր, շարքերի աթոռների A3-ը, ինչ պետք է անեմ։ Պետք է վերցնեմ 1 գումարած 3 գումարած 1։ Այսինքն ստացվում է 1 գումարած 3 գումարած 1 ու բաժանեմ ընդհանուր թվի վրա, ստացվում է 9, 3-ի քառակուսի 9-ն է, ինչ է ստացվում 5/9։ Հիմա եկեք հաշվենք այս հաջորդ դեպքը, երբ n-ը հավասար է 2-ի, այսինքն ընդհանուր աթոռների թիվը հավասար է 5-ի։ Ինչ պետք է անեմ։ Լինում է 1 գումարած 3 գումարած 5, հետո էլի գումարած 3 գումարած 1։ Այսինքն ստացվում է 1 գումարած 3 գումարած 5 գումարած 3 գումարած 1 ու բաժանած ընդհանուր թիվը ինչ կաներ, ընդհանուր թիվը 25 էր։ 5 անգամ 5 25, ինչ է ստացվում 5 11 13 25-րդ։ Հիմա 9-ը արդեն մենք կարող ենք առանց երկար մտածելու գրել։ Ուրեմն այս առաջի դեպքում հասկացանք, որ սա ավելի մեծ է, քան 4/5-ը լրացման հավանականությունը, որը հավասար է հավանականություն A3-ի լրացումը։ Սա էլ ավելի մեծ է, քան թե 12/25-ը, մի րոպե 4/5-ը, 4/9-ը։ Սեք հավանականությունը սրա 5/9 էր, ինչքան է մնում, մնում է 4/5։ Ստեղ հավանականություն 13/25 էր, մնում է 12/25, որը հենց լրացման հավանականությունն է։ A5-ի լրացումը։ Հիմա A9-ը ինչ պետք է անեմ։ Պետք է գնամ մինչև, ստեղ գնացի մինչև 3-ը, ստեղ գնացի մինչև 5-ը, հիմա պետք է գնամ մինչև 9-ը, 1 գումարած 3 գումարած 5 գումարած 7 գումարած 9 ու էլի հետ եմ գալիս 7 5 3 1 եւ բաժանած աթոռների թվի վրա։ Սրան նայելով կարող ենք գլխի ընկնել ինչ է պետք անել։ Պետք է այս թիվը բաժանել, անել 1 եւ բաժանել 2-ի։ Ու չէ, ըստ ում չի ստացվում այդպես։ Մի րոպե, այս թիվները մեզ հետաքրքրում։ Անում ենք 1 կամ գումարում ենք 1 եւ բաժանում ենք 2-ի։ Ստեղել է, գումարել ենք 1, բաժանում ենք 2-ի, այսինքն կարող ենք ենթադրել, որ ստեղ ինչ է, 81-ին գումարած 1 լինում է 82, բաժանած 2-ի 41։ 41 81-րդ։ Կարող ենք ստուգել, տեսնել, որ իրոք է ստացվում։ 1 գումարած 3 գումարած 7 գումարած 5 ինչ է ստացվում։ Ստացվում է 16։ 16-ը ստեղ կա, եղավ 32, գումարած 9 եղավ 41։ Հիմա այսքանից ելնելով կարող ենք նաև ընդհանուր դեպք անել։ Հավանականությունը, որ n աթոռի դեպքում, որտեղ հիշեցնեմ n-ը ցանկացած թիվ է, այս տեսքի, այսինքն ցանկացած կենտ թիվ է, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ բոլոր թվերի գումարը, բոլոր կենտ թվերի գումարը մինչև 9, այսինքն 1 գումարած 3 գումարած եւ այլն գումարած ստեղ մեծատառ n-ը, այսինքն դնեմ 2n գումարած 1։ Այս նույն բանը կա նաև ստեղ, այսինքն այս բանը պետք է բազմապատկեմ 2-ով եւ մի րոպե, գումարած 1 չէ, հանած 1, որտեղ մինչև 7-ն եմ գնացել ստեղ, ուրեմն կստացվի հանած 1, այսինքն գլխավոր անկյունագիծը 1 անգամ եմ հաշվում, մնացած բոլորը հաշվում եմ 2 անգամ։ Եվ գումարած գլխավոր անկյունագիծը 2n գումարած 1։ Ու այս ամեն ինչը բաժանած բոլոր թվերի բանին գումարին ստացվում է 2n գումարած 1 քառակուսի։ Հիմա այս հեշտությամբ կարող ենք հաշվել, ինչի, որովհետև ստեղ գրված է հանրահաշվական պրոգրեսիա, ինչ պետք է անեմ, քանի անդամ կա։ Ուրեմն առաջի անդամ գումարած վերջի անդամ ստացվում է 2n հանած 1 գումարած 1, այսինքն ստացվում է 2n անգամ անդամների թիվը, ուրեմն քանի անդամ կա 1-ից մինչև 2n հանած 1-ը, երբ n-ը հավասար է 1-ի, կա
երկու անդամ, երբ n հավասար է 2-ի, կա 4 անդամ, չէ, մի րոպե, երբ n հավասար է մի վերքեն, ես ուզում եմ հաշվել 1-ից մինչև 2n-1-ը քանի հատ կա։ Ամենահեշտ եղանակ վերցնել հեշտով փորձել։ Երբ n հավասար է 1-ի, կա մի անդամ, որտեղ ստացվում է 1-ից 1։ Երբ n հավասար է 2-ի, կա 2 անդամ, 1 եւ 3։ Երբ n հավասար է 3-ի, 3 անդամ եւ այլն գլխի ենք ընկնում, մի խոսքով որ ստեղ կա n անդամ։ Ուրեմն առաջի անդամ գումարած վերջի անդամ պետք է բաժանեմ 2-ի եւ անգամ անդամների թվով ստեղ էլ մի հատ 2 կար, լինում է անգամ 2։ Գումարած n ինչ որ գրված է 2n գումարած 1 եւ բաժանած այս ամեն ինչը 2n գումարած 1 քառակուսի։ Ինչ է ստացվում։ Ստացվում է այս երկուսները կրճատվում են, ստացվում է 2n քառակուսի գումարած 2n եւ գումարած 1 բաժանած 2n գումարած 1 քառակուսի։ Ես էլ հեշտությամբ նկատում ենք, որ այն ինչ որ գրված է ստեղ, այսինքն էլի նայելով նախորդին գլխի ենք ընկնում, որ լրացման հավանականությունը պետք է լինի այսքանը։ Եվ իրոք լրացման հավանականությունը հավասար է դրան, քանի որ եթե գրեմ լրացման հավանականությունը հավասար 2n քառակուսի գումարած 2n բաժանած 2n գումարած 1 քառակուսի, ապա գումարը իրոք կստացվի 1, որովհետև հայտարարությունն է 2n գումարած 1 քառակուսի, ստեղ ինչ է ստացվում, այս նույն անդամը ստեղ կա, այսինքն ստացվում է 4n քառակուսի գումարած 4n եւ գումարած 1, այս էլ ինչ որ գրված է ստեղ, ակնհայտորեն 2n գումարած 1-ի քառակուսին է, այսինքն ստացվում է 1։ Այսինքն անկախ շարքերի թվից հավանականությունը, որ լինի գումարը լինի զույգ, ավելի մեծ է, քան թե հավանականությունը, որ գումարը լինի 1, գումարը լինի կենտ։ Շատ լավ, սրանով առաջի օրինակի լուծումը մենք պաստորեն լրիվ քննարկեցինք։ Առաջարկում եմ ինքնուրույն հասկանալ ինչ է տեղի ունենում, եթե շարքերի թիվը կենտ է։ Ստեղ մենք նայեցինք այն դեպքը, երբ շարքերի թիվը զույգ էր, հասկացանք, որ չէ, շարքերի թիվը զույգ է։ Ստեղ նայեցինք այն դեպքը, երբ շարքերի թիվը կենտ է, ու հասկացանք, որ հավանականությունը, որ գումարը լինի զույգ, ավելի մեծ է, մի փոքր, քան թե հավանականությունը, որ գումարը լինի կենտ։ Առաջարկում եմ ինքնուրույն վերլուծել այն դեպքը, երբ շարքերի թիվը զույգ է։ Արդյոք կան հարցեր այս օրինակի մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն անցնենք հաջորդ օրինակին։ Նայում ենք էլեկտրական սխեմաներ ու փորձում ենք հաշվել հավանականությունը, որ հոսանքը մի կետից կհասնի մյուս կետը։ Օրինակ 2։ Ուրեմն 3 սխեմա եմ նկարում ABG, որոնց վրա կան անջատիչներ։ Ուրեմն առաջինում միացումը հաջորդական է։ Ուրեմն ստեղ առաջի անջատիչն է, երկրորդը, երրորդը եւ չորրորդը, ու հետո զգնում միանում է B կետին։ Երկրորդ սխեմայում միացումը զուգահեռ է։ Ուրեմն A կետը, եւ ստեղ ունեմ 4 անջատիչ, 1, 2, 3 եւ 4։ Այս բոլորը գալիս են մինչև դա։ Եվ ունեմ երրորդ դեպքը, երբ մի մասը զուգահեռ է, մի մասը հաջորդական։
Ստեղ ունեմ երկու անջատից 1, 2, 3 և 4։ Ուրեմն այս 4 անջատիչները միացված կամ անջատված են 1/2 հավանականությամբ։ Ուրեմն յուրաքանչյուր անջատիչ յուրաքանչյուր միացած է կամ անջատված է, միացված է կամ անջատված է 1/2 հավանականությամբ։ Գտնել A-ից B հոսանք անցնելու հավանականությունը։ Հոսանքը անցնելու հավանականությունը։ Հավանականությունը։ Այսինքն, երբ հոսանք կլինի, օրինակ առաջի սխեմայի հոսանք կլինի, եթե A-ից B գնացող, եթե բոլորը միացված են, որտեղ եթե ինչ-որ միտեղ միացված չի, ապա էլ հոսանք չի գնում։ Երկրորդում հակառակը, եթե գոնե մեկն է միացված, ապա հոսանքը գնում է։ Երրորդում էլ մի քիչ ավելի բարդ է, պետք է տեսնել, այսինքն կամ ստեղով պետք է գնա հոսանքը, կամ ստեղով, կամ երկուսը իրար հետ։ Ու ամեն դեպքում պետք է հաշվել, թե ինչ է ստացվում։ Ուրեմն լուծում, սկսենք ամենապարզից, սկսենք A-ից։ Ուրեմն եկեք մենք պատահույթներ A-ով ենք նշանակում, այստեղ A-ն եւ B-ն կետերն են, եկեք հիմա նշանակենք C-ով։ Ուրեմն C-ով նշանակենք յուրաքանչյուր մոդելի համար։ Հա, մոդելները ստեղ էլի պարզ են։ Այսինքն յուրաքանչյուր անջատիչ գտնվում է երկու դիրքում։ Այսինքն եկեք մոդելը գրենք իհարկե։ Ուրեմն մենք ունենք քանի հնարավորություն։ Ուրեմն առաջի անջատիչը ինքը կարող է լինի միացրած եւ առաջի անջատիչը կարող է լինի անջատված։ Ու նույն բանը մնացածի համար։ E2 պլյուս E2 մինուս ու մինչև 4։ Այսինքն մենք ունենք 2, 4, 6 մի վերքեն չէ, մի ռեպ, ես ինչ եմ ասում, ես սխալ եմ ասում, ես չստացվեց սենց։ Ուրեմն յուրաքանչյուր անջատիչ կարող է լինել միացված կամ անջատած։ Այսինքն մեր հավանականային տարածությունը ոչ թե յուրաքանչյուր անջատիչի վիճակն է, այլ դրանց բոլորի միաժամանակ վիճակը։ Այսինքն մենք ունենք քառյակներ։ Եկեք սենց պայմանավորենք, եթե առաջի անջատիչը միացրած է, ապա ստեղ պլյուս է, եթե առաջի անջատիչը միացած է, ապա ստեղ մինուս է։ Այդ նույն բանը ունենք բոլորի համար։ Այսինքն մեր հավանականային տարածությունը բաղկացած է պլյուս կամ մինուս պարունակող 4 տարից։ Լավ չասի։ Ուրեմն մեր հավանականային տարածությունը բաղկացած է քառյակներից, որոնցից յուրաքանչյուրը կամ պլյուս է կամ մինուս։ Այսինքն առաջի տեղում կարող է լինել պլյուս կամ մինուս, երկրորդում կարող է լինել պլյուս կամ մինուս եւ այլն։ Այդ նշանակում է քանի տար ունի, այդ նշանակում է կա ընդամենը ամեն անգամ երկու հնարավորություն, այսինքն ստեղ լինում է 2, ստեղ լինում է արդեն կլինի 4, ստեղ էլ ամեն մեկը կլինի 8 եւ վերջապես 16։ Այսինքն մեր հավանականային տարածությունը ունի 16 տար։ Եկեք սենց գրեմ E1 մինչև E16, բայց մեզ համար ավելի հեշտ կլինի տարերը նկարագրել այս տեսակ քառյակներով։ Ես կարող եմ մնաց ինչ որ ձևով համարակալեմ, կստացվի E1 E16, բայց խոսելու ընթացքում մենք ավելի շատ քառյակների մասին պետք է մտածենք, քան թե ինչ որ համարակալված տարերի։
Շատ լավ, ուրեմն յուրաքանչյուրի հավանականությունը 1/16 է։ Այսինքն p-կան հավասար է 1-ը բաժանած 16-ի։ Հիմա նայում ենք առաջի դեպքում մի վերքան եկեք մի հատ էլ բան ներմուծենք, ուրեմն C պատահույթը ասում է, որ A-ից B հոսանք կա։ Հոսանք է անցնում։ Մեկ եկեք C պատահույթը ինք կախված է սխեմայից։ C պատահույթը նկարագրենք։ Առաջի դեպքում ինչ է նշանակում C պատահույթը։ Առաջի դեպքում C պատահույթը նշանակում է, որ բոլոր անջատիչները միացած են։ Այսինքն C պատահույթը ունի ընդամենը մի տարր։ Հետևաբար իր հավանականությունը հավասար է 1 բաժանած 16-ի։ Պարզես, սրա մասին հարց կա։ Շատ լավ, եկեք երկրորդ դեպքը նայենք։ Երկրորդ դեպքում C պատահույթը ավելի հեշտ է նկարագրել C-ի լրացումը, այսինքն հոսանք չկա։ C-ի լրացումը ինչ է, A-ից B հոսանք չի անցնում։ Որտեղ եթե A-ից B հոսանք է անցնում, դրա հակադարձը A-ից B հոսանք չի անցնում։ Ինչ է նշանակում A-ից B հոսանք չի անցնում, այս նշանակում է 4 անջատիչն էլ անջատված են։ Այսինքն այս C-ի լրացումը նույնն է, որ բոլոր անջատիչները անջատված են։ Դստեղից միանգամից հասկանում ենք, որ C-ի հավանականությունը հավասար է 1/16, քանի որ մի տար կա 16-ից, որից միանգամից ստանում ենք, հիշելով, որ C-ի լրացումը C-ի եւ C-ի լրացման հավանականությունների գումարը պետք է տա 1, որտեղ էս է ցանկացած պատահույթի համար իր հավանականություն գումարած լրացման հավանականությունը պետք է տա 1։ Այսինքն հստակից հասկանում ենք, որ հոսանք անցնելու հավանականությունը, այսինքն C-ի հավանականությունը հավասար է 15/16-ի։ 1-ից անց 1/16։ Շատ լավ, ուրեմն վերջապես նայենք երրորդ դեպքը։ Ուրեմն այս մեր երրորդ սխեման էր։ Պետք է հասկանանք, որ դեպքում է հոսանք անցնում։ Ուրեմն եկեք մեր C պատահույթը բաժանենք 3 անհամատեղելի պատահույթների։ Ուրեմն ես կարող եմ, ուրեմն C-ն նշանակում է, որ A-ից B հոսանք կա։ Եկեք C1-ով նշանակենք այն պատահույթը, որն ասում է, որ հոսանքը անցնում է միայն այս մասով ու չի անցնում ստեղով։ C2-ով նշանակենք պատահույթը, որի դեպքում հոսանքը անցնում է միայն ներքևի մասով, բայց չի անցնում ստեղով, եւ C1-2-ով էլ նշանակենք այն պատահույթը, որ համ վերևով է անցնում, համ ներքևով։ Այստեղ գրեմ C1-2։ Ուրեմն C-ն հավասար է հոսանքը անցնում է միայն 1-2-ով, եկեք սենց գրեմ 1-2-ով, միավորում հոսանքը անցնում է հոսանքն անցնում է միայն 3-4-ով եւ միավորում հոսանքն անցնում է բոլոր երկու ուղղություններով։ Երկու ուղղություններով։
Ուրեմն այս առաջինի անունը մենք դրեցինք C1, այս երկրորդի անունը դրեցինք C2, երրորդի անունը դրեցինք C1-2։ Հիմա հաշվենք հավանականությունները։ Բարձր որ C1-ի եւ C2-ի հավանականությունը լրիվ նույնն է, քանի որ ոչ մի տարբերություն չկա իրենց մեջ։ C1-ը հավասար է C2-ի։ Հիմա հասկանանք, որ դեպքում է անցնում միայն C1-ով։ Ուրեմն անցնում է միայն C1-ով, եթե ուրեմն այս երկու տեղերը պետք է միացրած լինեն, այսինքն առաջի երկու տեղում պետք է լինի պլյուս, պլյուս, երկրորդով պետք է չանցնի, նշանակում է այս մնացած երկու տեղերում կա գոնե մեկ մինուս, այսինքն կարող է լինել պլյուս մինուս, կարող է լինել մինուս պլյուս և կարող է լինել երկու հատ մինուս։ Հետևաբար այս հավանականությունը հավասար է ինչի։ Ունենք ընդամենը 3 տար, ստացվում է 3/16։ Հիմա հաշվենք C1-2-ը ինչ է նշանակում։ Այսինքն իրականում մենք մի քիչ լավ չգրեցի, քանի որ C1-ը հավասար է սրան, ստեղից հետևում է, որ սա է ճիշտ։ Հիմա C1-2-ը ինչ է նշանակում, հոսանքը անցնում է 2-ով, բայց որպես 2-ով էլ անցնի, բոլորը պետք է միացրած լինեն, այսինքն ստեղ կա ընդամենը մի տար։ Հետևաբար սրա հավանականությունը C1-2-ի հավանականությունը հավասար է 1/16-ի ու դες ամեն ինչից ստանում ենք, որ հոսանքը անցնելու հավանականությունը հավասար է 3 գումարած 3, երկու անգամ էր սա, գումարած 1/16, այսինքն 7/16։ Ուրեմն առաջի սխեմայում հոսանքը անցնելու հավանականությունը 1/16 էր, երկրորդում 15/16 և երրորդում 7/16։ Մեր սրանով այս հարցը լուծվում է, արդյոք հարցեր կան սրա մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք եւս մի արդյունք փորձենք հասկանալ։ Ուրեմն այս մեր առաջի թեորեմի ու այդ արդյունքը կիրառենք այս երրորդ խնդրի լուծման մեջ, G կետի լուծման մեջ։ Ուրեմն մեր թեորեմը կամ թեորեմից հետևանք ասում է, որ եթե ունենք անհամատեղելի պատահույթներ, ապա միավորման հավանականությունը հավասար է հավանականությունների գումարին։ Ստեղ մենք կարող ենք սենց ասել, այս G կետում կարող ենք սպես ասել, որ ուրեմն դիտարկում։ Ուրեմն ես ցեն կարող եմ ներկայացնել հետևյալ ձևով։ Երկու պատահույթների միավորում, ասենք անուն դնենք C1-ը վերևում և C2-ը վերևում, ուրեմն C1-ը նշանակում է, որ հոսանքը անցնում է 1/2-ով հոսանքի անցնում։ Ու նույն ձևով C2-ը նշանակում է, որ 3/4-ով հոսանքի անցնում։ Հիմա դե ասում ենք, քանի որ մեր առաջ թեորեմը ասում է, եթե մեկը C-ն երկու պատահույթների միավորում է, ապա հավանականությունները կարող եմ գումարել։ Որն է մեկով հոսանք անցնելու հավանականությունը, ուրեմն մեր սխեման, այդ նշանակում է մի պայման կա ընդամենը, որ ստեղ պետք է երկուսն էլ միացած լինեն, ստեղ կապ չունի ինչ է։ Այսինքն ստեղ կա 4 տարբերակ, ստեղ կա ընդամենը մի տարբերակ, այսինքն այս մի տարբերակը ֆիքսում ենք, ստեղ
ցանկացած կարող է լինել։ Այսինքն սրանց հավանականությունը հեշտությամբ հասկանում ենք, որ յուրաքանչյուրի հավանականությունը հավասար է 4-ի։ Թիվը 4 է, այսինքն լինում է 4/16 կամ 1/4։ Ստեղ էլ գումարում ենք, բարձրում է ստացել ենք 8/16, որը տարբեր է մեր ստացած 7/16-ից։ Ինչի է տարբերություն առաջանում, որովհետև մենք թեորեմը սխալ կիրառեցինք ստեղ։ Թեորեմը ասում է, որ այս երկու պատահույթները պետք է լինեն անհամատեղելի։ Այսինքն սա կարող է ես գրել, եթե C1-ի եւ C2-ի C1 եւ C2-ը միաժամանակ տեղի ունենալ չեն կարող։ Այսինքն սա ճիշտ է, եթե C1 C2-ը հավասար է դատարկ բազմության, որը այս դեպքում սխալ է, քանի որ հոսանքը կարող է անցնել համստեղով, համստեղով։ Այսինքն ես այս մի դեպքը ես երկու անգամ հաշվեցի։ Այստեղից հարց է առաջանում, լավ, իսկ ոնց կարող եմ հաշվել երկու պատահույթների միավորման հավանականությունը, եթե իրանք համատեղելի են։ Ուրեմն պատասխանը շատ պարզ է։ Տարվում է հետևյալ թեորեմով։ Եկեք երկու կետ գրենք։ Ուրեմն ցանկացած AB պատահույթների համար արդեն պայման չեմ դնում իրանց վրա։ Միավորման հավանականությունը հավասար է հավանականությունների գումար եւ հանած հատման հավանականություն։ Հիմա եթե փորձենք ելի նույն ձևով, ոնց որ նախորդ անգամ մի քանի դեպքի համար անենք, տեսնենք, որ մի քիչ բարդանում է վիճակը, բայց հեշտությամբ չենք կարող հասկանալ, թե ինչ է ստացվում։ Եկեք 3 պատահույթի համար գրենք ինչ է լինում։ Եթե ունենք ցանկացած 3 պատահույթ, ապա միավորման հավանականությունը հավասար է։ Նախ պետք է վերցնեմ այս պատահույթների հավանականությունների գումարը։ Հետո պետք է հանեմ զույգ հատումների հավանականությունը, այսինքն հավանականություն AB հանած հավանականություն AC հանած հավանականություն BC եւ վերջապես գումարեմ 3-ի հատման հավանականությունը։ Ուրեմն հիմա մենք կապացենք այս թեորեմ կամ գոնե առաջինը, բայց եկեք փորձենք կիրառել այս մեր թեորեմը նախորդ խնդրի լուծման մեջ։ Ուրեմն կիրառություն։ Ուրեմն եկեք վերադառնանք այս սրան ու գրենք այս բանաձևը։ Ուրեմն C-ի հավանականությունը, այսինքն հավանականությունը, որ կա հոսանքի անցնում A-ից B, հավասար է C1-ի հավանականություն գումարած C2-ի հավանականություն եւ պետք է հանեմ դրանց հատումը։ Ուրեմն C1-ի եւ C2-ի հավանականությունը ես արդեն հաշվել եմ։ Յուրաքանչյուր հավանականությունը 4/16 էր։ Ուրեմն սա հավասար է 4/16, սա էլ է հավասար 4/16։ Հիմա ինչ է ասում C1 C2-ը։ C1 C2-ը ասում է, որ հոսանքը անցնում է, ուրեմն առաջինը ասում է, որ հոսանքը անցնում է 1/2-ով, երկրորդը ասում է, որ հոսանքը անցնում է 3/4-ով, եթե այդ երկուսը միաժամանակ են տեղի ունենում, նշանակում է, որ հոսանքը անցնում է համ 1/2-ով, համ 3/4-ով։ Իսկ որպեսզի հոսանքը անցնի համ 1/2-ով, համ 3/4-ով, բոլոր անջատիչները պետք է լինեն միացած։ Այսինքն այս պատահույթը նշանակում է բոլորը միացած են։ Պլյուս 4 հատ պլյուս ունենք։ Հետևաբար սրա հավանականությունը հավասար է 1/16-ի, կա ընդամենը մի դեպք։ Այսինքն ստացվում է
4 16-րդ, գումարած 4 16-րդ և հանած 1 16-րդ։ Այս էլ ստացվում է n, ինչ որ պետք է ստացվի 7 16-րդ։ Այսինքն, այս լուծումը, որ մենք ստեղ բացահայտ նկարագրեցինք, կարելի էր անել մի քիչ ավելի պարզ ձևով, եթե օգտագործեինք հավանականությունների գումարման բանաձևը ցանկացած պատահույթների համար։ Շատ լավ, եկեք հիմա մի հատ հարցեր կան այս կիրառությունից։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք թեորեմը ապահովենք եւ տանք թեորեմի ընդհանրացումը, ապացույց։ Կապացենք միայն A կետը։ Բան հեշտությամբ կարող եք նույն ձևով անել։ Ուրեմն օգտակար է նկարել, այս թողնի մեր A պատահույթը, այս թողնի մեր B պատահույթը։ Այս A-ն է, այս B-ն է։ Ստեղ կան ինչ որ տարեր, ստեղ էլ կան ինչ որ տարեր A-ի եւ B-ի մեջ, եւ կան տարեր, որոնք գտնվում են հատման մեջ։ Այսինքն, ես A-ն կարող եմ գրել հետևյալ ձևով. ինչ որ I1 EIM, այդ այս սրանք են։ Եկեք գույներով անեմ, ավելի պարզ կլինի, ուրեմն ստեղ կապույտներն են, սրանք ասենք դեղինները։ Այնտեղում էլ կարմիրները։ Այսինքն, ուրեմն A-ն բաղկացած է երկու տեսակի պատահույթներից։ Ստեղ կա E1, EI, ասենք M, եւ դրան ավելանում են կարմիրները, իժի կա, ուրեմն ստեղ թող լինի K1, K, ասենք L, ուրեմն այս A-ն էր, եւ B-ն ստեղ ունենք արդեն դեղին պատահույթները, J1, J, ուրեմն այլ ասենք GS, եւ սրան ավելանում են էլի կարմիր պատահույթները, YK1, YKL։ Ուրեմն ստեղից հետևում է, որ սրանց միավորումը, ընդ որում ասենք ես բոլոր տարերը միմյանցից տարբեր են։ Այսինքն սրանք նույնն են, բայց ամեն պատահույթի մեջ տարերը տարբեր են։ Այդ նշանակում է, որ A միավորում B-ն պետք է վերցնեմ կապույտները, եկեք պայմանականորեն սենց գրեմ։ Պետք է վերցնեմ կապույտները, հետո պետք է վերցնեմ դեղինները եւ վերջապես պետք է վերցնեմ կարմիրները։ Այսինքն A միավորած B-ի հավանականությունը, այսինքն եթե ես վերցնեմ P A միավորում B-ն, ապա կստացվի P1 գումարած P-M, գումարած վերցնում եմ դեղինները P-J1 գումարած P-JS և վերցնում եմ կարմիրները P-K1 գումարած P-KL։ Այս ես գրեցի այս ձախ մասը, այս հավասարման
Ձախ մասն եմ գրել։ Հիմա եթե ես վերցնում եմ սա, ինչ է տեղի ունենում։ Ես այս կարմիր մասերը, այսինքն եթե ես վերցնում եմ PA-ի եւ PB-ի գումարը, այս կարմիր մասերը երկու անգամ են հաշվվում։ Ուրեմն PA գումարած PB-ն ինչի հավասար ստացվում է PI1 գումարած PIM, ես գրեցի I-ի առաջի մասը, գումարած PK1 PKL, ուրեմն սա A-ն էր, գումարած B-ն կլինի PJ1 գումարած PJS եւ սրան պետք է գումարեմ էլի այս նույնը, այս երկրորդ մասը, այս մասը, նորից պետք է գումարեմ, PK1 գումարած PKL, սա էլ B-ի հավանականությունն էր, այս մի մասը երկու անգամ եղավ, այսինքն եթե ես համեմատում եմ սրա հետ, տեսնում եմ, որ այս կապույտ մասը նույնն է, դեղին մասը նույնն է, բայց կարմիր մասը, այս դեղին մասն էր, այս կապույտ մասն էր, այսինքն կապույտները նույնն են, դեղինները նույնն են, կարմիրները երկու անգամ են հաշվում։ Բայց որն է այս կարմիր մասը։ Կարմիր մասը հենց ուրեմն PK1 գումարած PKL-ը հենց հատման հավանականությունն է։ Այստեղից ստացվում է մեր բանաձևը։ Արդյոք այս A-ի մասին հարցեր կան։ Ուրեմն բան նույն ձևով է ապացուցում, այսինքն պետք է նկարել, եկեք ես նկարեմ, բայց թողնեմ հաշվումները ինքնուրույն անեք։ Ուրեմն այս A-ն է, այս B-ն է, B-ն է, այս էլ C-ն է։ Ուրեմն ստեղ կան 3 տիպի պատահույթ, 3 տիպի տարրեր։ Ուրեմն առաջի տիպի տարրը նրանք են, որոնք պատկանում են միայն մեկին։ Ուրեմն այս թող լինի կապույտ, սա դեղիններ եւ այս էլ շագանակագույն, այսինքն սրանք այն տարրերն են, որոնք պատկանում են միայն մեկի, մի բազմության։ Ուրեմն կան տարրեր, որոնք պատկանում են 3-ին։ Այս այն դրանք։ Ու կան տարրեր, որոնք պատկանում են 2-ին։ Եկեք ես մեկի համար նկարեմ, ասենք բաց մի քիչ բան կապույտով, ուրեմն թող սա լինի A-ն, սա B-ն, սա C-ն։ Ուրեմն A-ի մեջ կան տարրեր, որոնք պատկանում են միայն A-ին, B-ի մեջ կան տարրեր, որոնք պատկանում են միայն B-ին, A-ի եւ B-ի մեջ կան տարրեր, որոնք պատկանում են 3-ին, սա էր, եւ կան A-ի եւ B-ի մեջ տարրեր, որ պատկանում են միայն A-ին եւ B-ին, այսինքն ուղիղ երկու բազմության են պատկանում։ Եկեք դրանց էլ նշենք սրանով։ Հիմա եթե դուք գրեք A, B, C-ն, A եւ B-ի C-ի տարրերը նույն ձևով ոնց որ մենք արեցինք, բայց արդեն տարբերելով 3 տիպի տարրեր, այսինքն նրանք, որ պատկանում են միայն մի բազմության, նրանք, որ պատկանում են ուղիղ երկու բազմության եւ նրանք, որ պատկանում են 3 բազմություններին, ելի այս տեսակ գումարներ կստանաք, որից հեշտությամբ կստանաք նաեւ այդ գումարման հավանականությունների գումարման բանաձևը։ Եկեք ես սա չանեմ, որովհետեւ դժվար բան չկա։ Դրա փոխարեն ես տամ այս նույն արդյունքի ընդհանուր դեպքը։ Ուրեմն դիցուք ես ունեմ m հատ պատահույթ, եկեք
թվեր ներմուծենք, ուրեմն ես PI-ով կամ մեծատար PI կգրեմ, որ նախորդի հետ չշփոթենք, PI մեծատարը այդ AI-ի հավանականությունն է։ Մեծատար I PIJ-ով ես կնշանակեմ զույգ առ զույգ հատումների հավանականությունը, այսինքն ստեղ in փոքր j-ից։ PIJ-ով ես կնշանակեմ 3 առ 3 բազմությունների հատումների հավանականությունը։ Այստեղ in փոքր j-ից փոքր k-ից ու բնականաբար ij-ները մեր կգտնվեն 1-ից m թվերի մեջ։ Ուրեմն ու եկեք ներմուծենք հետևյալ մեծությունները S1-ով ես կնշանակեմ այս PI-ների գումարը։ Ուրեմն գումար PI, որտեղ in փոխվում է 1-ից m։ S2-ով նույն բանը PIJ-ների համար, այսինքն ես կվերցնեմ գումար, որտեղ in փոքր է j-ից ու բնականաբար իրանք էլ փոքր են 1-ից և մեծ են 1-ից, փոքր են m-ից և մեծ են 1-ից, PIJ։ Եվ այլն, կարող եմ գնալ մինչև m-ը։ Եկեք S3-ն էլ գրեմ, հետո գրեմ m-ը, ուրեմն S3-ը այդ գումարն է, վերցրեմ 3 in փոքր j-ից փոքր k-ից, բնականաբար դրանք գտնվում են 1-ի և m-ի արանքում և վերցնում եմ PIJK և կարող եմ սենց շարունակեմ, այսինքն վերցնում եմ բազմությունները, զույգ առ զույգ հատումները, 3 առ 3 հատումները ու գնում եմ մինչև m, որտեղ կա m բազմություն, ուրեմն SM-ը, ստեղ արդեն շատ տարբերակներ չունեմ, այդ կլինի բոլորի հատման հավանականություն, ուրեմն սա P A1 AM։ Ուրեմն թեորեմը ասում է հետևյալը, թեորեմ ցանկացած A1 AM պատավիթների համար, այսինքն ի տարբերություն առաջի թեորեմին, որտեղ ես ենթադրել էի, որ պատավիթները անհամատեղելի են, հիմա ընդհանրապես պայման չկա։ Հավանականությունը միավորման կարելի է հաշվել հետևյալ բանաձևով։ Ես վերցնում եմ դրանց հավանականությունների մի պես պենի կարիք չկա, վերցնում եմ դրանց հավանականությունների գումարը, այսինքն վերցնում եմ S1-ը։ Սրանից անում եմ զույգ առ զույգ հատումների հավանականությունների գումարը, հանած S2։ Գումարում եմ 3 առ 3 հատումների հավանականությունների գումարը և այլն ու գնում եմ մինչև SM-ը։ Հիմա ստեղ նշանը կախված է, իմաստը որն է ստեղ, որ նշանները փոխվում են, մի անգամ մինուս է, մի անգամ պլյուս է, այսինքն պլյուս կամ մինուսը ստեղ կախված է m-ի զույգ կամ կենտ լինելուց, հեշտությամբ հաշվում ենք, որ ստեղ պետք է դնեմ մինուս 1-ի, ուրեմն տեսեք օրինակ ստեղ եթե m-ը 2 էր, նշանը մինուս է, m-ը 3 է, նշանը պլյուս է, այսինքն կենտության հակառակը, m գումարած 1։ Կենտության կամ զույգության չգիտեմ։ Մինուս 1-ի m գումարած 1։ Այս թեորեմը երկու ձևով կարող եք ապացուցել, այսինքն ես չեմ ապացուցի, որտեղ մի քիչ բարդ չի ապացույցը, բայց մի փոքր բան է պահանջում։ Ուրեմն կամ կարող եք անել ինդուկցիայով, կամ կարող եք ուղիղ հաշվել, թե յուրաքանչյուր տարրական, այսինքն յուրաքանչյուր ելք ինչ ձևով է հայտնվում աջ և ձախ մասերում։ Այսինքն վերցնենք, ուրեմն ձախ մասը մենք հեշտությամբ կարող ենք գրել P A1 AM-ը
Այդ ինչ է, ես պետք է վերցնեմ բոլոր պատահույթները, բոլոր ե-երը, որոնք ընկած են միավորման մեջ ու վերցնեմ դրանց հավանականությունը P-ը։ Հիմա, այսինքն ձախ մասը կազմված է ինչ որ P-ների գումարից։ Նույն ձևով աջ մասն է կազմված ինչ որ P-ների գումարից, որտեղ յուրաքանչյուր S1, S2 այդ ինչ որ պատահույթների հավանականություն է։ Այսինքն սրանց մեջ կան ինչ որ P-ներ։ Հիմա իմաստը մտահղացումը որն է, որ ես ստեղ տեսա, որ բոլոր P-ները գալիս են մեկ գործակցով, ես պետք է ստեղ նայեմ ինչ P-ներ են հայտնվում, P-ներ կարող են լինել ստեղ նույն P-ն կարող է լինել բոլոր այս անդամներում կամ անդամների մի մասում։ Հաշվեմ, թե յուրաքանչյուր անդամում ինչ գործակցով է հայտնվում P-ն, գործակիցները գումարեմ եւ ստանամ 1։ Այս է ամբողջ բանը։ Բայց այդ մի փոքր բան է պահանջում, մի փոքր պաստարկ է պահանջում, որ իմ կարծիքով բան է, մի քիչ դժվար կլինի փոխանցել, այսինքն կարող եք փորձել ինքնուրույն այդ բանը հասկանալ, այսինքն պետք է հաշվել, թե ստեղ P-ն ինչ է, ինչ գործակցով է հայտնվում, դրա համար անում են հետևյալը, լավ, այս իմ բանն էլ ասեմ ու սրանով վերջացնենք։ Ուրեմն yen բոլոր ելքերը բաժանում ենք խմբերի, այսինքն ներմուծում ենք հետևյալ բազմությունները B կան, որտեղ կան կլինի թիվ 1-ից m, ես վերցնում եմ այն ե-երը իմ հավանականությունների տարածությունից, որոնք պատկանում են ուղիղ K բազմությանը։ Այսինքն yen պատկանում է ուղիղ K բազմությանը։ Այսինքն ես ստեղ ունեմ m բազմություն, yen պատկանում է սրանցից K հատին, ուղիղ K հատին, այսինքն եթե վերցնեմ K գումարած 1, ապա դրանց հատումը ես իմ yen չի պարունակի։ Այս ձևով բաժանելով այս գումարը դժվար չի հաշվել, թե ինչ է ստացվում յուրաքանչյուր P-ի գործակիցը։ Այս է մոտավորապես մտահղացումը, կարող եք փորձել ինքնուրույն հաշվել կամ հայտնի ապացույց է ինչ որ տեղ նայել, եթե դժվարություններ են, կարող են քննարկել հաջորդ անգամ։ Արդյոք կան հարցեր այսօրվա արած տեսության եւ խնդիրների մասին։ Դե հաջորդ անգամվա համար կատնային աշխատանք այդ ծրագրի մեջ գրված է, այսինքն պետք է այս բաժնի խնդիրները լուծել 5-ից 9, 5 խնդիր։ Ես մոռացա հարցնել, նախորդ խնդիրների մասին ինչ որ հարցեր կան, թե ոչ։ Այսինքն այդ նույն բաժնում 43-րդ էջի վրա կային խնդիրներ, որոնցից առաջին 4-ը պետք էր անել, արդյոք ստացվել է։ Արդյոք հարցեր կան։ Իմերկեմ ես ինչ է ստեղ։ Սուրեն ինչ որ, չէ, ինձ թվաց ինչ որ բան առաջացավ ու հետո անհետացավ։ Շատ լավ, նորից ասեմ, որ իրոք վարժություններ անելը կարևոր է, որովհետև այդ ձևով ենք հասկանում, թե ոնց պետք է կիրառել մեր այս ընդհանուր տեսությունը, այսինքն դա տեսություն շատ բարդ չի, բայց կիրառությունները կարող են լրիվ ակնհայտ չլինել, այսինքն պետք է վարժությունները իրոք պետք է անել։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ստեսություն բոլորին։